Բարև ձեզ մհեր։ Ձեզ ողջունում։ Տևական ժամանակ դուք եւս մասնակցում եք վարչապետի հայտարարած նորոգման պատարակներին, ինչը ձեզ ստիպեց միանալ վարչապետին։ Ես մասնակցում եմ, առաջի անգամ մասնակցել եմ դեռ Թալինում նոյեմբերի 9-ին եւ այո բազմիցս ներկա եմ գտնվել, բայց այսօրվա իմ այցի նպատակներից մեկն է իհարկե մասնակցել պատարակին, բայց նաեւ կոչով եմ ուզում դիմեմ, կաթողիկոս մեր վեհապարին։ Բազմաթիվ անգամներ վարչապետը իր ելույթներում, իր հարցազրույցներում հրավիրել է նստել սեղանի շուրջ կաթողիկոսին, բայց կաթողիկոսը հրաժարվում է գա։ Ես չեմ հասկանում ինչու՞մն է խնդիրը։ Չէ՞ որ ես հիշում եմ մարտի 1-ի ժամանակ նույն կաթողիկոսը գնաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, հիմա ինչու՞մն է խնդիրը, երբ որ վարչապետը հրավիրում է կաթողիկոսին նստել քննարկել, ինչն է պատճառը, որ կաթողիկոսը չի գալի։ Կոչս այն է, որ լավ կլինի, որ կաթողիկոսը հանդիպի վարչապետի հետ, որովհետև կրկնում եմ, վարչապետը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, վեհապարի հետ եւ այս խնդրին լուծում տալ։ Ի վերջո ինչքան կարող է սա շարունակվել։ Երեք տեղեկացանք Մայրաթորից, որ Կտրիչ Ներսիսյանը պաշտոնից ազատել է Մասյացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ըստ ձեզ ինչու։ Ես չեմ կարող ասել եւ որակում տալ պատճառներին, բայց սա չի կարող անվերջ շարունակվել։ Կարգալույց, պատարակները միևնույն է շարունակվում են, սա անընդունելի է։ Գիտեք ինչ կա։ Մենք հայ ենք, մենք հայ ազգ ենք։ Այս իրավիճակի հետևում են բազմաթիվ արտասահմանից մարդիկ, թե մեր հայրենակիցները, թե տարբեր լրատվականները։ Մեզ այդքան էլ հարիր չի այս վիճակը։ Պետք է մի հատ լուծում լինի, վերջնական լուծման գան, վարչապետը, կաթողիկոսը նստեն, զրուցեն, հասկանան այս թեման փակվի, որովհետև մենք հիմա կանգնած ենք այնպիսի ժամանակ, մենք խաղաղություն ենք, գնում խաղաղության ճանապարհներ են բացում, տնտեսությունը զարգանում։ Հիմա ինչն է պատճառը, որ մենք այս վիճակների մեջ ենք հանդիպել։ Սա շատ լուրջ է եւ ես կարծում եմ, որ եւ կոչ եմ անում կաթողիկոսին, որ նա անպայման հանդիպի վարչապետի հետ եւ առավել եւս որ վարչապետը ինքն է հրավիրում։ Պատրաստ է վերջի բրիֆինգի ժամանակ էլ ասեց նա, որտեվ սա պետքա լուծվի, պետքա բարի ձևով համերաշխությամբ այս հարցը լուծվի։ Թե ինչքան կարելի է կարգալույց, ուրեմն պատարակ, ինչքան։ Քանի որ պաշտոնից ազատեց Գևորգ Սրբազանին, հնարավոր է սա ուղղակի ցայտնոտային քայլ է այն պարագայում, երբ որ քահանաները խմբերով միանում են։ Չեմ կարող ասել, սա անվերջ է, ես չգիտեմ ինչքան է, սա շարունակվելու։ Ես գիտեմ, որ ճիշտը նա է, որ ինչ կոնֆլիկտային իրավիճակն է, ինչ սիտուացիա լինի, պետք է հանդիպեն մարդիկ, այս դեպքում վարչապետն ու կաթողիկոսը նստեն, բանակցեն, խոսեն, ինչ կպայմանավորեն, ոնց կպայմանավորեն, դա իրանք արդեն գիտեն, բայց մենք որպես ժողովուրդ, մենք արդեն այս իրավիճակից հոգնել ենք, սա տհաճ իրավիճակ է, մեզ սազական չի։ Բայց դուք եւս չէ կարծում եք, որ նա պետք է հեռանա, ինչպես շատերն են պահանջում։ Ես կարծում եմ, որ պետք է լինի լուծում, որը մատչելի եւ ընդունելի կլինի եւ երկրի ղեկավարի համար եւ հայ առաքելակարգերի եկեղեցու համար, որպեսզի այս լարվածությունը հանդարտվի, թե ինչ լուծում իրանք կգտնեն արդեն, զբանակցելուց, դա իրանք արդեն թող որոշեն, բայց կարևորը այս հարցը ունենա հանգուցալուծում, ավարտվի, վերջանա, հոգնել ենք, ժողովուրդ ուզում է ապրի, ուզում է արարի, ստեղծի, մենք լավ դրական ճանապարհի վրա ենք, Ռուսաստանից 1 տոննա արդեն ճանապարհով երկաթուղով գալիս է շաքարավազ, տարբեր տեսակի բենզին է գալի, տնտեսությունը ուզում է զարգանա, պարզապես պետք է, որպեսզի այս հարցը, մեր ներսի հարցը լուծվի, անցնենք ապրենք հանգիստ էլի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար